Կյանքին վերջ է տվել սահմանապահ զինծառայողը, թե սպանել են։ Ուշքի չեն գալիս այս տարի դիրքում առաջին զոհի Արթուր Ավետիսյանի հայրենի գյուղում։ Աշոտ Ավանի վարչական ղեկավարը չի հավատում, որ իր նախկին աշակերտը կարող էր ինքն իր վրա ձեռք բարձրացնել։ Քանել իմ քեքի մոտ չի, որ ինքը նման բանի կգնաս։ Ողբերգությունը Ուրբաթ առավոտյան է եղել Արմեն Բեգլարյանի տեղեկություններով, դիրքում հերթափոխի ժամանակ։ Դիրքում հենց որ արդեն հերթափոխելներ այդ ժամանակը։ Բարձր էլի ամեն ինչ, բարձր ինքը մենակ էլ չի եղել, էլի հետը երկու հոգով են լինում սովորաբար, բարձր էլի դες չի մնա իհարկե։ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ նախնական տեղեկություններով իրեն ամրակցված ինքնաձիգից է սահմանապահը հրազենային վնասվածք ստացել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, նախաքննություն է ընթանում։ Դեպքի օրը որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե զինծառայողը ականի վրա է պայթել։ Բոլորը սպասողական վիճակում են, բոլորը սպասում ենք, վերջնական ոչինչ չեն կարող ասել։ 27 զինծառայող է 2024-ին զոհվել Հայաստանի զինված ուժերում, 5 հոգու սպանել են, 7 ինքնասպան են եղել կամ հասցրել են նրանց ինքնասպանության, 2 ավիավթարի զոհ են դարձել, 4-ը ճանապարհատրանսպորտային պատահարի, մյուսներին մահվրա է հասել հիվանդության, հրդեհի, այլ դժբախտ պատահարների պատճառով։ Հավասարակշիռ, բանիմաց, գերազանցիկ էր Արթուրը, պատմում է Աշոտ Ավանի վարչական ղեկավարը, որ դպրոցում զոհված զինծառայողի աշխարհագրության ուսուցիչն է եղել։ Գերազանց սովորող, խելացի, շատ լավ մարդ, շատ լավ ազնվորություն, շատ լավ ընտանիքի զավակ, մանկավարժ ծնողներ։ Բռի չեմ անում ծնողների հետ խոսեմ հիմա, հեռախոսով։ Զնգում է շեփորների հանդիսավոր ձայնը սահմանապահի օրվա միջոցառման ժամանակ։ Կարծես ընդամենը 3 չէ իրենց շարքերից մի սահմանապահ պակասել։ Ազգային անվտանգության ծառայության կազմակերպած միջոցառման հյուր Նիկոլ Փաշինյանը իր 10 րոպեանոց ելույթում ոչ մի խոսք չի ասել զոհված սահմանապահի մասին։ Շնորհավորում եմ բոլորին։ Ասել է սահմանապահը խաղաղության, կայունության, անվտանգության խորհրդանիշ է։ Եվ մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների երկայնքով ավելի ու ավելի մեծացնենք սահմանապահների ներկայությունը։ Չի ուզում Փաշինյանը նսեմացնել ռուս սահմանապահների գործը, բայց կարծես ակնարկում է, որ շուտով հնարավոր է ռուսական ուժերը հեռանան նաև Հայաստանում իրենց վերջին տեղակայման վայրից, հայ-թուրքական սահմանից։ Մենք այսօր կարողանում ենք իրականացնել նման քայլեր։ Այսօր կարողանում ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ լինելով իր բոլոր գործընկերներին կարող է փուն վստահորեն ստանձնել սեփական սահմանների պահպանությունը։ Փաշինյանի իշխանությունը ռուս սահմանապահներին նախ դուրս է հրավիրել Զվարթնոց օդանավակայանից 32-ամյա ծառայությունից հետո։ Սահմանը խաղաղության նշան է, իսկ դա նշանակելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահներն իրար հետ փոխգործակցելով ինքնուրույն ի վիճակի են լինելու իրականացնել սահմանի պահպանությունը։ 2024-ի ամռանը Փաշինյանի այս հայտարարությունից հետո ռուս սահմանապահները դուրս են եկել նաև Հայաստանի սահմանային մարզերից, մնալով միայն հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին։ Այդ հայտարարությունից կես տարի էլ չանցած ռուսները 2024-ի դեկտեմբերին հեռացել են նաև Հայաստան-Իրան պետական սահմանի ագարակ սահմանային անցակետից։ Գայանե Մովսիսյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։